Վարչապետի այցից առաջ եք էս բարեկարգում իրականացնում։ Բարև ձեզ։ Վարչապետի այցից առաջ եք բարեկարգումն իրականացնում։ Միշտ էլ անում ենք, ինչ է։ Պատրաստում եք այցին։ Ավելի աղբոր պես տարել։ Ինչ ենք պատրաստում, մեր երկրի վարչապետն է գալու։ Ինչը պետք է պատրաստենք։ Չեմ ասում մի պատրաստեք։ Չէ, բախես ինչ հարց ես տալում։ Պետք է չպատրաստվենք։ Ո՞ւմ մեր վարչապետը գալիս է մեր գյուղ, լավ չի։ Դուք ինչ աշխատանքներ եք ստեղ իրականացնում։ Իրական դուք վատ բան չեք անում, ինչ եք խուսափում խոսել։ Եթե դուք համարում եք ինչ որ բարեկարգումը, մաքրությունը վատ բան, խնդրեմ ասեք վատ բան է։ Չէ, բայց ինչ եք դուք միանգամից բացասական շեշտադրում։ Բացասական շեշտադրում չեք անում։ Միկրոֆոն Հարցի պատասխանեք ինչ։ Ես չեմ եկել ձեր հետ զրուցելու, ես լրագրող եմ, լուսաբանում եմ իրադարձությունները, պետք է հարցեր տամ, որ հրապարակում անեմ։ Հիմա դուք լավ բան եք արել, եկեղեցու բակն եք մաքրել, ինչու չեք ուզում խոսել։ Դե շատ լավ է, այո։ Ամեր վարչապետ դախի պետք է չդիմավորենք, ինչ է։ Այս քննադատությունների հետ կապված ինչ կասեք։ Ոչ մի բան չեմ ասի, ինչ տենում ես լավ է, նորմալ է։ Վաղը Նիկոլ Փաշինյանը գալու է ձեր գյուղ պատարագի մասնակցելու տեղյակ Ես կգամ մասնակցելու։ Այո, տեղյակ եմ։ Հիմա ով է հոգևորականը եկեղեցու։ Մեր հոգևորականը արձակուրդ է։ Հիմա չգիտեմ ով է գալու։ Տեր Երվանդը ասեցին, ճանաչում եք։ Չէ, չեմ ճանաչել։ Երեք նոր տեսել եմ իրան։ Կապ ունի Փաշինյանի այցը քահանայի փոփոխության հետ կապված թե ոչ։ Ես չեմ կարծում։ Գուցե ընտանեկան ինչ-որ բան կա, կինը հղեր, գուցե եւ իրավիճակը ինչի։ Գուցե եւ իրոք արձակուրդա գնացի, ես չեմ կարող ասել։ Չգիտեմ։ Բայց շատ լավ մարդ էր։ Սպասում եք վարչապետի այցին։ Դե եթե ամբողջ ժողովուրդը սպասում են, սպասում ենք։ Նրա այս գործընթացները, որ սկսել է կաթողիկոսին հեռացնելու եւ այլն, ինչ կասեք այդ մասով։ Ես այդ հաշճանի չեմ խորացել, շատ բանից տեղյակ չեմ։ Պատրաստվում են հա գյուղում այցին, տեսանք այստեղ բարեկարգումներ իրականացնում։ Բոլորը, բայց թե հետո ինչ կլինի, ես չեմ կարող ասել։ Դուք ուզում եք կաթողիկոսը հեռանա թե ոչ։ Ես չեմ կարող ասել, որովհետև նրա բնույթը չգիտեմ, նախ պետք է իմանաս բուն իմաստը։ Երեխա ունի, Նիկոլ Փաշինյանն ասում է երեխա ունի։ Գիտես ինչ, կան բաներ, որ ասում եմ, ես վեր են կացնում, տակից հորթիկ են ուզում։ Ինչ իմանաս, ինչքանով է ճշմարտությունը, ես չեմ կարող ասել։ Տեղյակ եք, վաղը Նիկոլ Փաշինյանը գալու է այս ձեր գյուղի եկեղեցուն պատարագի մասնակցել։ Հա, մոտավոր լսացել եմ։ Լսել եք։ Հետո շարունակություն։ Ինչ կարծիք ունեք։ Ես վաղը կասեմ իմ կարծիքը։ Այսօր ոչ մի բան չեմ կարող ասել։ Ինչու՞։ Նակ դուք մասնակցեք այդ պատարագին։ Մասնակցել ես ամեն կիրակել պատարագին մասնակցում եմ։ Սեստենից Նիկոլ Փաշինյան չէ ուզում գա, ես այդ պատարագին մասնակցում եմ։ Իսկ կողմ եք նրա այս գործողությունները, որ եկեղեցու հոգևորական։ Հետո ես չեմ կարող իմ ոչ մի բան ասել ախպեր ջան։ Իսկ վաղ ինչ է կներեք տեղի ունենալու, որ վաղը կկարողանաք ասել։ Ես իրան ոչ մի բան չունեմ ասելու։ Իսկ աջակցում եք իրեն կաթողիկոսին հեռացնելու հարցում։ Ոչ։ Պետք է մնա կարեկին երկրորդը։ Ասում կտրուկ ոչ։ Ինքը կաթողիկոսի հետ ինչ գործ ունի կամ եկեղեցու հետ ինչ գործ ունի։ Ինքը անկնուկ մարդ է։
Ասում է զավակ ունի կաթողիկոսը, կուսակրոնության ուխտն է խախտել։ Ախպեր ես այդ հարցերով չեմ զբաղվում։ Վաղը Նիկոլ Փաշինյանը գալու է ձեր գյուղ պատարակի։ Եկել են ստե ասել են։ Անպայման Տեղյակ ենք, հա։ մասնակցելու եք։ Հա դե գյուղում ենք մասնակցել, ինչ կա, կմասնակցենք։ Իսկ ինչու է ձեր գյուղը ընտրել, տեղյակ եք։ Սպորտ զալա սարքվել, գալիս է բացմանը։ Դրա համար է երևի։ Հետ մեկ էլ ինչ որ եկեղեցում պատարակ են տալիս, ինչ մեր իմանալով դրա համար է գալիս։ Վաղն է այդ սպորտ դպրոցը բացվելու։ Այ բացումը չգիտեմ, բայց եկեղեցում մատաղ տալու են։ Դուք ինչ կարծիք ունեք, որ վարչապետ ուզում է կաթողիկոսին հեռացնել։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, անասնապահ եմ, հետամ իմ ոչխարին տեր կային եմ։ Եկեղեցին քաղաքականություն չի, կրոն է։ Ես դե քաղաքականության Հեսա կգամ ձեր մոտ, մի րոպե։ դե եկեղեցին իր գործը ունի, քաղաքականությունը իր գործը, բայց որ իմի սա խառնվե իրար, մենք ինչ ասենք։ Մենք գյուղացի մարդ ենք, մեր անասուններով ենք զբաղվում, այդ ենք։ Դուք ինչ կարծիք ունեք, որ վաղը Նիկոլ Փաշինյանը գալու է։ Շատ ճիշտ է անել, որ գալու է։ Անձի մի նկարի ապեր, հա։ Ով գար։ Պուտինը գար։ Երկրի ղեկավարը Նիկոլն է, պետք է Նիկոլը գա։ Պատակ մի արեք, կամ հա, կամ չի մարդուն։ Դե հիմա Դուք ասում եք Երևի Քոչարյանն է գալու, այս որ սենց սարկած է, դի գատենա սարկվում է, թե չէ։ Քոչարյանը պետք է գա։ Փաշինյանը գա ինչ նայի։ ուզում եք ասեք Փաշինյանը ձեր գյուղում ավելի ճիշտ կառավարություն։ Մենակ մեր գյուղում չի, սաղ Հայաստանում։ Սաղ Հայաստանում։ Ինչ է օրինակ ձեր գյուղում փոխվել։ ամեն ինչ։ Չես տենը։ Չէ, առաջին անգամ Ագնոսները դանի նայի։ Ակնոցները Ագնոսները դանի նայի, ակնոցներով ավելի լավ սարկած են սարկած։ Ակնոցներով ավելի լավ են տեսնում։ Դե տերեմես մի հարցրայր։ Ուրիշ հարց։ Բոլոր տեղը լիքը լավ բան է արվում։ Լիքը բաներ արել է, તો այն վաղտը դες անեին մենք լավ էլ կավրեինք։ Այն վաղտ անեին լավ կավրեինք։ Իսկ ինչու չէին անում ըստ ձեզ այն ժամանակ։ Իրանց հարցրանձը խես հարցնի։ Գնա իրանց հարցրան։ Ով որ նստել էր ուտում էր։ Ուտում։ Հենց ուտում։ Եկեսի չի ուտում, հա։ Որ նստե ուտում է։ Այդ մարդը սարկում է, չի կանդեն։ Ադի բերա հայնա դենսա բդի մտածի, չէ մենակ մենք ենք ուտում։ Դուք ասում եք եկեղեցին ինչ որ քաղաքականության մեջ է, կմանրամասնեք ձեր կարծիքը որ քաղաքականության մեջ, ասեմ եկեղեցին իրավունք ունի քաղաքականության մեջ մտնի։ Եկեղեցին պիտի զբաղվի եկեղեցով։ Կամ ասենք թագավորը եկեղեցի։ Սխալ եմ ասում։ հիմա զբաղվում են եկեղեցականները քաղաքականությամբ, թե ոչ ըստ ձեզ։ Ըստ ինձի այո։ Իսկ ինչպես է դա դրսևորվում։ Ինչ է լինում։ Ինչպես է դա ինչպես եք նկատում, որ զբաղվում է բանում էլի քաղաքականությամբ։ Եկեղեցականները բիզնեսներ պիտի ունենան։ Թե ոչ։ Բա չունեն ըստ ձեզ։ Ունեն։ Իհարկե ունեն։ Իսկ այս կաթողիկոս վարչապետես հերակա բանավեճի հետ կապված ինչ կարծիք ունեք։ Չեմ կարող ասեմ։ Չեմ կարող դա ասեմ։ Եթե բանավիճում են, ուրեմն բան կա, որ բանավիճում են։ Եթե բան չլիներ, չէին վիճի։ Ձեզ պետք է կաթողիկոսը հեռանա, թե ոչ։ Ինչ չեմ կարող ասեմ։ Կառավարություն ենք ձևավորը, թե կառավարությունը որոշի։ Հեռանա, թե ոչ։ Պարզապես ասում են կա եկեղեցական օրենքներ, որոնց շրջանակներում պետք է հարցերը լուծվեն ոչ թե իշխանության։ Բա ով պիտի որոշի։ Կաթողիկոսները դրա համար էլ դու դաշտ պետք է ջրես սաղ կյանքդ, որ կաթողիկոսը որոշեց, թե ինչ արվում։ Ուրիշ հարցեր։ Դուք աջակցում եք Նիկոլ Փաշինյանին կաթողիկոսին հեռացնելու Մենք գործին։ մեր երկրի ղեկավարին աջակցում ենք, այո։
Վատ բան չի անում մարդը։ Դուք ունեք հավելյալ փաստեր ապացույցների կարիք Նիկոլ Փաշինյանի խոսքերին հավելյալ, թե իր խոսքը բավական է ձեզ։ Այսինքն իր խոսքը մենք տեսնում ենք, մենք աշկեր ունենք։ Այդ է, հանգստացի մենակ։ Հանգստացի։ Սպասեք, ուստի գոլը գալի է, պարտքերը կփակելի է, դա ինչ։ Արա դուք պարտքեք արեք, դուք ձեր պարտքերը փակեք, Նիկոլը չի տարե ձեր պարտքերը կերը։ Լսում եմ նորից։ Հիմա պետք է օրինակ հավելյալ ապացույց, այսինքն ավել բան ասվի, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը ասում է կաթողիկոսը կուսակրոնության ուխտ է խախտել։ Իր այդ խոսքը ձեզ բավական է, թե օրինակ կուզեիք լրացուցիչ ապացույցներ ներկայացնել։ Ով պիտի ներկայացնի։ Եվ հայտարարում է։ Դուք եթե ասել է, ուրեմն ասի էլ, մնացածն էլ կասի։ Կգա ժամանակ, այդ էլ կասի։ Երբ փաստեր չունենան, չեն խոսա։ Առանց փաստերի ով է ինչ խոսում հիմա։ Բայց արշավ ճնշում տեսնում եք եկեղեցականների նկատմամբ, թե ոչ իշխանության կողմից։ Ոչ, չեմ տեսնում։ Ես այսինքն չեմ տեսնում։ Իմ կողմից կարամ ասեմ, չեմ տեսնում։ Իսկ այս հոգևորականների կալանավորումը, Այդ չեմ կարող ասեմ։ Ինչի համար է։ Բա ինձ խի չեն կալանավորում։ Խոսքը փոխի դες ո՞ց են կարողանում։ Ինձ խի չեն կալանավորում։ Ասա կաթողիկոսին չի կարելի բանը, ես կանանալու։ ձեր համագյուղացին ասում է, որ սկսեք կաթողիկոսին պաշտպանել, ձեզ կկալանավորեն։ Չէ, մեր գյուղացին կարող ամենքը իր կարծիքն ունի, ամենքն իր կարծիքն ունի, ես այդ կարծիքը չունեմ։ Ես գիտակցում եմ, որ փաստ չունենար չէր տանի։ Խոսքը օրինակ մի բան կա, որ տարել է։ Էդի ում է։ Կաթողիկոսին։ Դա աշկը պետք է անեն, ախպերս, դա էդի մարդ չի էդի։ Մի մարդ որ սրբա պիղծը, ինք իրավունք չունի, ստե գա կայնի ասի ես կաթողիկոս եմ, այդքան բան։ Բայց դուք ինչ փաստեր ունեք, որ նման ասում եք։ Բացառիկ ասում է, դու կնիկ երեխա ունես։ Թող կայնի հերկի։ Եթե չի հերկում ինքը ու բանանը, ուրեմն լրվում է, չի խոսում, ուրեմն կա այդ բանը։ Համի մեկը ինձի ասի ախպեր, դու կնիկ ունես, ես կայնեմ ասեմ, չէ, չունեմ։ Եթե ունեմ ոնց կարամ ասեմ, չունեմ։ Այդ է պրոբլեմը։ Կներեք։ Դուք ինչ կարծիք ունեք։ Ինքը ջերերի պահով խոսա էլի մի քանի բառերը։ Ինքը ջերգալը, դաշտերն է ջերում։ Բայց ինչի 40-50 տարի առաջ Պուշկինը տերդերների մասին լավ բան չի ասում։ Դու կարդացել եք էդի։ Հա? Ես Դուք ինչ կարծիք ունեք։ Ես կարծիք ասեմ, ես ոստե չեմ նստա։ Ինչի, բայց ասում են Հայաստանը ժողովրդավար պետություն։ Շատ ուժեղ ժողովրդավարական, շատ։ Սա ժողովրդավարական չէր էլ։ Ինչ ճնշումներ կան օրինակ։ Ի վրա ոչ։ Դուք այն ինչ հիմա տեղի ունենում, ինչպես եք մեկնաբանում այդ կաթողիկոսին հեռացնելու։ Ախրատեղ ես մենք հիմի որ մեկը հագարակ բան ասա, վեգալու են տանել, գամտե ասելու ցելո ինչ։ Չէ, մենք կպաշտպանենք ձեր իրավունքը։ Չէ, ինչ իրավունք բա, հիմի ինչ իրավունք կա ու ինչ պաշտպանեն։ Էնք իր տեղն է սխալ, են իր տեղն է սխալ։ Անես չի որ ղեկավարները ճիշտ են, կաթողիկոս սխալ է։ Այնա խախտում, են էլ այնա խախտում։ Նիկոլ Փաշինյանն ինչ է խախտում։ Heç համառություն չի խախտում։ Սկզբից էլ եկել 10 թվականից մինչև հիմա։ Խախտել են, չէ, ասեք, ես չեմ ասում ինքը բանը կաթողիկոսը չգիտեմ ինչա, Նիկոլը ինչա։ Երկուսը ամեն մեկ իր տեղը խախտումներ արել են։ Եթե ամեն մեկ իր տեղը պատասխան տա, լավ գլեր։ Բայց ամեն մեկ իր համար, իր արածի համար պատասխան տա։ Ասենք մենակ կաթողիկոսով կամ էլ միսով ընձնով պատասխան տալով բանդուս չի գալու։ Ոչ մի բան չի փոխվելու։ Ամեն մեկը իր տեղը ճիշտ աշխատի, որ ժողովրդի վիճակը լավ լինի։ Թե չէ մեկ ասենք հացնելով, բանով ասենք եսի միջ։ Ասենք բանալելով դες չի լինում։ Անեցնի որ ճիշտ է, երկու կողմանի ճիշտ է։ Երկուսն էլ ճիշտ է։ Վաղը մասնակցելու եք դուք պատարագի։ Ես չէ։ Ես ժամանակ չունեմ, աշխատում եմ։ Այդ դուրս տվեցի,
Ժամանակ չունեմ։ Չէ, չեմ ասացել։ Ոչ թե ասենք ուրիշ բանի համար ժամանակ չունեմ, աշխատում եմ ես։ Իսկ աջակցում եք Փաշինյանին կաթողիկոսին հեռացնելու գործընթացում։ Ապեր դες ես չեմ կարող ասեմ։ Ես դες բան չեմ կարող ասեմ, աջակցում թե չէ։ Չեմ ուզում ուրիշ բաներ ասեմ։ Արա ես ամեն տարի էլ իմ Ավելի լավ է դիզնից։ կրոնավորը գալիս է ամեն տարի 5 հատ գար իմ շեխերին տալիս եմ ամեն տարի։ Խի ախր, քեզ տալը։ Հա? Քեզ տալը շեխ։ Մեր օրենքն է։ Ես օրենքը չեմ Մի հատն էլ մորտի բեր դավալեցիքի Ապեր պատիվ։ կրոնականներին է տրվում, էդի օրենքով դարերից եկել է։ Մարդիկ իրաց օրենքը հարգում են։ Դուք ինչ եք մտածում այս ամեն։ Գորշուվան ախպրի մետ գորշուվան։ Ինչի։ Հերոպա այկետ հերախոս այ ախպր։ Ինքան անվնաս է այս հեռախոսը։ Դուք ինչ կասեք այս իրադարձությունների բաների։ Չնգարեց կասեմ։ Էյան պահի բայ։ Ամեսի ալումը յով է ցույց տալու թե բանով։ Ինչ կարծիք ունեք դուք։ Ինչի Այս օրինակ Նիկոլ Փաշինյանը գալու է պատարակամատուցվել։ Հիմա ասել է։ Նորմալ է, նորմալ։ Մասնակցելու եք պատարակին։ Կուզենք կմասնակցենք, կուզենք չենք մասնակցի։ Հիմա մասնակցելու եք թե ոչ։ Ըստ ցանկությամբ։ Իսկ ձեր Ցուլն այո։ իսկ ձեր գյուղի քահանան ուր է գնացել։ Ինչ իմանամ ախպեր, մենք քահանա ենք ճանաչում։ Ձեր հարությունը չէր ձեր գյուղի քահանան։ Չենք ճանաչում։ Ես չեմ ճանաչում։ Աշոտ երկաթը կարդացել ես։ Դե հիմա այդտեղ բան չի, պատմության դաշ չի, հոպա ջան։ Այնտեղ Մարտիրոս Վանահայր ինչքան է կռվում Աշոտ երկաթին աջակցում օգնում։ Էդի գիտենք, բայց հիմի մենք մեր տնով, տեղով, անասուններով ենք զբաղված։ Աշոտ երկաթը կարդա, տես Մարտիրոս Վանահայրը ընդ ինչ է անում։ Դուք հիմա վաղվա պատարակին գնալու եք թե ոչ։ Ինչի՞ չէ, գյուղացի ենք ելի, գալու ենք, չեն գնալու։ Բա մեր վարչապետն է գալու չէ։ Դուք գնալու եք պատարակին։ Այո, գնալի ենք։ Ամեն օր եք գնում։ Չէ, ցավը տանեմ։ Պադաց, հարսնիկից հարսնիկ։ Բա ինչի ամեն շաբաթ չեք գնում հիմա։ Որովհետև ես այդտենց շատ չեմ հավատում ու գնում եմ իմ ուզած օրերի։ Ձեր ուզած օրը երբ է, երբ Նիկոլ Փաշինյանն է գնում։ Չէ, ցավը տանեմ։ Եթե ասենք իմ հարազատը կնունք անեմ, իմ հարազատը հարսնիկ անեմ, այդ ժամանակներ եմ գնում ես։ Ես ամեն օր ժամանակ չունեմ, որ այդտեղ պատարակին մասնակցեմ կամ ընդ ես իմ ինչեր անեմ։ Իսկ դուք այս կաթողիկոս Փաշինյան այս կոնֆլիկտը որ կա, ինչպես եք մեկնաբանում։ Ցավը տանեմ, ես ոչ մի կոնֆլիկտի հետ էլ համաձայն չեմ, իրանք գիտեն իրանց գործը, սաղն էլ նույն մարդիկն են։ Պրոստո համի ոնց որ ասած ընկերեն իրար հետևից, էտա։ Համի ումն էլ խոսցնես, մեկը մեկից բողոքավորը։ Բայց հետո տենում ես իրար հետ նստած բաժակ են Բարսաստան, բաժակ են խփում իրար։ Մեջից դժվում է այս հասարակ գյուղացին, ընդամենը էդի։ Լապեմ փոխի։ Ես իրանցը չեմ ընտրել։ Ես ընտրել եմ Նիկոլին ու 2 տարի ես էլ երրորդ անգամ պետք է էլի ընտրեմ։ Չեք փոշմանի։ Չէ, չեմ փոշմանի։ Որովհետև այս մարդը կառուցում է, այս նայի տես այս գեղեցկությունը սա Նիկոլն է կառուցում։ Այս գեղեցկությունը 30 տարի մենք ստե մենակ բան ենք տեսել, անում ինչա խարաբա։ Խարաբա ասելով ասենք մի հատ ես իմ ինչ էր։ Բայց ասում են Քոչարյանի ժամանակ տնտեսական թրիչկաձև աճ կար, այդ ժամանակ ձեր գյուղը չէր բարգավաճ։ Չէ, ցավը տանը մենք ընդամենը վարկ ենք փագում։ Քոչարյանի վախտով։ Իսկ մի փարկասու ամեն ինչ նայտես ոնց է բարելավը։ Նայտես, հուշարձան ունենք, որ աշխարհը չունի։ Մտի նայի, մեր զինվորներով, մեր ամեն ինչով։ Բայց հիմի արդեն ավելի իրա օրոքով, Քոչարյանի օրոքով է այսքանը։ Ասում եմ Քոչարյանի բան է, դու ասամ։ Մեր վարչապետի օրոքով է, այսքանը լրիվ կառուցում։ Հելիկոպտերությունն արավ է զինվորների բան։ Որը։ Մեկը չի ասում, որ սպարապետն է սավար, իրանք չեն արել։ Արա զոր։ Այս սպարապետի գյուղն իրանքին արել։ Էլիկո գյուղացի։ Սպարապետը սարքեց, հիմա դել գլուխը բարձին նայի կասի դες ինչ ալում։
իմ հարը, իմ գյուղացին սարքերա այդ հուշարձանը, բայց այս քանը որ սարքում է, ով է սարքում։ Էդի համոյք բանա, ծրագիրը պետք է անեն։ Բայց այդ զոհերը Նիկոլ Փաշինյանի օրոք չէ եղան։ Չէ, ինչ կապ ունի։ Ով էր մեղավորը այդ ժամանակ։ Իսկ ով էր իշխանությունը։ Ով էր իշխան։ Ապեր իշխանությունը ինչ կապ ունի, որ էդի արդեն 30 տարի առաջ տված էր։ Որ պետք է ստորագրե։ Եղամ ջան, ԿՊՄՊ-ով գնա ուրիշ տեղ խոսա, որ այդքան շատ էսան հանգստանը։ ԿՊ-ից մասին այդքան շատ էսան հանգստանը գնա ԿՊ-քտի խոսա։ Անչով ես ուզում։ Ով է գալու քո Ամի վարչապետի։ Ես։ Դու եկա վարշեմ հասներս կերա։ Ես եկա երթոց սաղին նանա լացնելու։ Կռիվ մի արեք, ես այդտան ոչխարներս կողամ։ Դեր Պողոսն եմ ես։ Ում ձեռամբեք դուք ձեռնադրվել Տեր Պողոս։ Դուք մասնակցելու եք վաղվա պատարագին, որին Նիկոլ Փաշինյանը գալու է։ Ինչու չեք ներկայանում։ Սա նոր ձև է օրինակ հոգևոր հոտի ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու։ Ձեզ ուրախոր եմ մաղթ։ Ակնհայտ է, որ ճիշտ չես։